Pink Berry վայելիր այս պահը։ Մարդը կարող է անթիվ տաղանդներ ունենալ, բայց եթե չկա ամենագլխավորը աշխատելու տաղանդը, այդ ամենը ուղղակի կարող է արագորեն մարել։ Առանց աշխատասիրության տաղանդն ուղղակի հրավառություն է։ Մի ակնթարթ կուրացնում է, իսկ հետո ոչինչ չի մնում։ Ողջույն Հայաստան, ողջույն Սփյուռք, Got Talent Հայաստանն է Շանթի եթերում։ Եկեք շատ բարձր ողջունենք մարդկանց, որոնց ներկայությունը անչափ ոգևորում է մեր մասնակիցներին։ Մեր սիրելի հանդիսատեսը, շնորհակալություն, որ այստեղ եք։ Ողջունենք մարդկանց, ովքեր այսօր կանգնած են շատ բարդ ընտրության առջև։ Նրա կարծիքով տաղանդի չափանիշը անգամ լռության մեջ երաժշտություն լսելու կարողությունն է։ Անդրե։ Ըստ նրա, տաղանդի չափանիշը ոչ թե շարժումների սովորական տեխնիկան է, այլ մարմնի պլաստիկայով հույզեր փոխանցելու շնորհը։ Վիկտորիա Մարտիրոսյան։ Նրա կարծիքով տաղանդի չափանիշը ոչ թե անթերի նոտաներ երգելն է, այլ յուրաքանչյուր հնչյունի մեջ սեփական հոգուց մի կտոր դնելու ունակությունը։ Սյուզաննա Մելքոնյան։ Նրա կարծիքով տաղանդի չափանիշը բեմում ոչ թե կերպար խաղալու, այլ այդ կերպարով ապրելու եւ հանդիսատեսին հավատացնելու կարողությունն է։ Տիգրան Գյուլումյան։ Դե ինչ սիրելի գործընկերներ, դիտել եք կիսաեզրափակիչը, ինչ կարծիք եք կազմել, ձեզ դուր եկավ եթերը եւ ինչ էմոցիաներ ապրեցիք արդեն եթերը տեսնելիս։ Բարի երեկո, սիրելի գոհար, հանդիսատես եւ հեռուստադիտող, ես կարծում եմ, որ մենք քիչ-քիչ մոտենում ենք արդեն այն ամենակարևոր հռավարությանը, որը տեղի ունենալու մի քանի շաբաթ անց, բայց ես կարծում եմ, որ արդեն մեր կիսաեզրափակիչները ոչնչով պակաս չեն այն եզրափակիչից, որը մեզ սպասվում է հետագայում, որովհետև մեր բոլոր մասնակիցները մեկը մյուսից տաղանդավոր, մեկը մյուսից տարբեր եւ իրականում որպես հեռուստադիտող այնքան դժվար է, որովհետև երգում փայլում է մի այլ մասնակից, գործիք նվագում է մի այլ մասնակից, ուժային, աճպարար, պարող, շատ տարբեր են մեկը մյուսից, բայց ես ուրախ եմ, որ այսքան տաղանդների փունջ ունենք մենք մեր Got Talent Հայաստանում եւ ես նաեւ ուզում եմ ծափահարել իմ գոլեգաներին, ովքեր որ այսքան ամիս այս տանջալից աշխատանքն ենք տարել, մենք բացահայտեցինք այս տաղանդներին եւ այսօր դուք նրանց սիրում եք, քվեարկում եք եւ ուժեղագույնը կհաղթի այսօր եւ հետագայում։ Շնորհակալություն։ Վիկտորիա։ Բարի երեկո բոլորին։ Այո, դիտել ենք եթերը եւ ասեմ, այս անգամ ես հասկացա, որ շատ բարդ է լինելու բոլորիս համար, թե մեզ համար, թե հեռուստադիտողի համար։ Ուրախ եմ, որ Got Talent ունի արդեն շատ մեծ բանակ հետևորդների։ Այսօր մեզ բարդ օր է սպասվում, շատ վճռորոշ։ Հուսամ ամեն ինչ կանցնի լավ եւ հուսամ բոլորը գոհ կմնան թե մեզանից, թե հեռուստադիտողի քվեարկությունից։ Բոլորին հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալություն։ Սյուզաննա։ Բարի երեկո, շատ սիրելի հեռուստադիտող, շատ սիրելի հանդիսատես եւ մեր սիրելի թիմ։ Ես կուզենայի ծափահարեինք էկրանից այն կողմ աշխատող այս հզորագույն թիմին, որը ջանք ու եռանդ չի խնայում յուրաքանչյուր շաբաթ պարգևելու գեղեցիկ եթերներ։ Բնականաբար ես էլ դիտել եմ եւ մնում եմ այո իմ կարծիքին, հենց նկարահանման օրը, եթե հիշում եք, ինքս ասացի, որ այսպես նստած արդեն չեմ կողմնորոշվում ու չեմ պատկերացնում հեռուստադիտողի իրավիճակը այդ պահին, որովհետև շատ բարդ պրոյեկտ է իրականում։ Տատիկի հետ եք նայում։ Տատիկը արդեն գյուղում է, այնտեղից ինչ պետք է անում է ինքը։ Ինքը ունի իր ֆավորիտ մասնակիցները բնականաբար որպես հեռուստադիտող եւ ուզում եմ նշել մի փաստ, ես ստանում եմ շատ նամակներ մեր հեռուստադիտողների կողմից,
ու անընդհատ ինձ ասում են Սյուզաննա ջան, դուք ժյուրի կազմով ընտրեք բոլորին ինչ կլինի։ Շատ ուրախ եմ, որ ես կարծիք ունի հեռուստադիտողը, բայց ցավոք մենք դա չենք կարող, որովհետև հեռավոր Անգլիայից պրոյեկտը ունի կանոններ եւ մենք չենք կարող խախտել որևէ կանոն։ Ես մեր մասնակիցներով հպարտանում եմ, շնորհավորում եմ եւ անկախ այսօրվա արդյունքներից յուրաքանչյուրը ով ուզում է, եթե լինի բեմում, թող անպայման շատ աշխատի ու շարունակի։ Հպարտանում եմ, որ այս տեսակ հայերով մենք շրջապատված ենք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն եւ կարծում եմ կանոններն էլ շատ օբյեկտիվ են եւ քանի որ արտահայտում են եւ հեռուստադիտողի կարծիքը եւ պրոֆեսիոնալ մարդկանց կարծիքը, այն էլ 50-50 տարբերակով հրաշալի է։ Տիգրան, Հա, ես էլ նայեցի եթերը, ու անկեղծ ասեցի, ես ինչ լավ եթեր է։ ձեզ եք հավանել Տիգրան ջան։ Իսկ իրականում երբ որ առաջի անգամ այստեղ եւ ժյուրի եւ որպես հանդիսատես ու առաջին նկարահանումներ ինձ համար մի տեսակ դեռ ֆիլտրված չէին եւ այսպես մշուշոտ էր երևում, այսպես իսկ ես վերջի եթերից հետո հասկացա, որ հսկայական ու ծավալուն աշխատանք է կատարվել եւ մեր աչքի առաջ նույն մեր հրաշք մասնակիցները ինչպես աճեցին եւ ինչպեսի մեծ էներգիա աղորդեցին էկրանից այս կողմ կամ այս բեմի վրա։ Շնորհավորում եմ բոլորին, անկախ նրանից ովքեր կլինեն հաղթող ու չհաղթող, ուզում եմ բոլորը հիշեն, որ հաղթող են, որովհետեւ բեմի վրա են եւ բեմից տվել են մեծ էներգիա։ Շնորհակալություն։ Նաև եկեք շնորհակալություն հայտնենք մեր գործընկերներին, որոնք աջակցում են Շանթյան նախագծերի իրականացմանը։ Շնորհակալություն առաջատար SVH Travel ընկերությանը, որը տրամադրելու է գլխավոր մրցանակը եւ այսպես նախագծի հաղթողին սպասվում է անմոռանալի կրուիզ ԱՄՆ-ում։ Royal Caribbean-ի ամենաշքեղ զբոսանավերից մեկով, հրաշալի ժամանցով եւ համերգային ծրագրով։ SVH Travel, երբ ճամփորդությունը միավորում է ընտանիքը եւ ընկերներին։ Got Talent Հայաստանն է Շանթի եթերում եւ այսօր շատ վճռորոշ օր է։ Մեզ բոլորիս կտանի լարված հույզերի եւ սպասումների միջով այսօրվա եթերը։ Տաղանդավոր 8 մասնակցից միայն 4-ն են անցնելու եզրափակիչ փուլ։ Որ երկու մասնակիցներն են ստացել հեռուստադիտողի քվեարկության առավելագույն ձայները։ Եվ որ երկու մասնակիցներին է ընտրել ժյուրին։ Նախ այսօր վայելելու ենք առաջին ութնյակի ոչ մրցութային շոու ծրագիրը, որից հետո ամենավերջում ամփոփելու ենք արդյունքները։ Մնացեք մեզ հետ։ Մեր առաջին մասնակիցը մարդ ով օդային պատմություն է ստեղծում անգամ 6 մետրանոց ձողի վրա։ Բարդ հնարքների վարպետ Եվգենի Բունկով։ Proud individual living for the city, but the flame
շատ բարձր ծափարենք Եվգենին եւ մաղթենք նրան հաջողություն։ Եվգենի Բունկով։ Всем շնորհակալություն։ Տասնյոթամյա հայ պատանին ստեղծել է արհեստական բանականություն, որը փոխում է ապագայի մասին պատկերացումը։ Զեյրո հայկական տեխնոլոգիական շոկ։ Առաջին հայկական AI-ը բազմաֆունկցիոնալ օգնական, որը ոչ միայն հասկանում է հայերեն, այլ կատարում է բարդ հրահանգներ, ավտոմատ կազմակերպելով ձեր օրը եւ խնայելով ձեր ժամանակը։ Զեյրոն ձևավորում է արհեստական բանականության նոր մշակույթ, ազդարարելով որակական նոր փուլ։ Մեր հաջորդ մասնակցի տաղանդաշատ մատները վարպետորեն սահում են հայահնչյուն կանոնի լարերի վրայով։ Նա նվագում է անգամ փակ աչքերով եւ ականջներով։ Դիմավորեք ֆենոմենալ լսողության տեր աղջնակ Նարա Բաբայան։ Բաբայան, իսկ այսօր այս հրաշքելուքի համար նրան միացել են իր ընկերուհիները, չէ, Նազենին, Մարին եւ նաեւ Գարիկներ, չէ, միացել։ Եվ այս ամենը իհարկե Ռիփսիմե Ումբրշատյանի նվագակցությամբ, եկեք ծափահարենք բոլորին։ Ո՞նց է հրաշք։ Շատ լավ։ Վայելում ես լավ լուրեր, արձագանքներ, սեր, հա։ Այո, շատ ուրախ եմ, որ այդպիսի լավ արձագանքներ են տալիս։ Ինչ է կատարվում քո շրջապատում։ Մի հատ կիսվիր մեզ հետ։ Իմ շրջապատը շատ ուրախ է, ես շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ այս շոուին։ Իսկ բակում գիտեն, դպրոցում, ինչ են ասում։ Այո, բոլորը գիտեն եւ ուրախությամբ ամեն մի հաջողությանս շնորհավորում են։ Լավ ես գում այդ պահին, հաճելի զգացողություն է։ Շատ։ Իսկ հավանել ես քո ելույթները, նայել ես եթերում, այսպես քննադատի աչքով, այ չես մտածել, որ այստեղ կարող է այսպես անել, միգուցե լավ չեղավ կամ լավ եղավ, ո՞նց ես մտածում։ Իմ համար ամեն մի ելույթս ունի ինչ որ կարող է թերություն լինի, բայց իմ կարծիքով ելույթներս իմ կարծիքով երևի շատ լավ են անցել։ Գոհ ես։ Այո։ Ամեն ինչ լավ ես արել։ Երևի։ Դե ուրեմն հաջողություն ենք մաղթում քեզ։ Տեսնենք ինչպես կլինեն արդյունքները, պետք է սպասենք մինչև հաղորդման ավարտը։ Շնորհակալություն։ Ծափարենք Նարա Բաբայան։
Ace Travel-ը տարիներ շարունակ կանգնած է Շանթ հեռուստաընկերության միջազգային նախագծերի կողքին։ Համահայկական շրջագայությունների ընթացքում Ace Travel-ը հնարավորություն է տալիս հայ տաղանդավոր երիտասարդներին ներկայանալ ամերիկահայ համայնքին, ամրապնդելով Սփյուռք Հայաստան կապը եւ ստեղծելով անմոռանալի հիշողություններ յուրաքանչյուր մասնակցի համար։ Ace Travel, երբ ճամփորդությունը միավորում է ընտանիքը եւ ընկերներին։ Վստահ եմ նրան հաջողվել է գրավել հազարավոր հեռուստադիտողների սրտերը ոչ միայն իր պարային ճկունությամբ, այլև մանկանը բնորոշ անկեղծությամբ, հետաքրքիր խառնվածքով եւ փուչիկասիրությամբ։ Դիմավորենք Ստելա Ջանվելյան։ Ստելա Ջանվելյան։ Ճիշտ է, այսօրվա ելույթը մրցույթ ինչ է, բայց նա գիտի, թե ինչպես հերթական անգամ զարմացնել։ Ապրես Ստելա, շատ ապրես։ Այս ինչ նորություններ։ Դե որ գեղարվեստական մարմնամարզությամբ նաև զբաղվում եմ, որոշեցի ցուցադրական փորձել անել այս գործիքով։ Հրաշալի ստացվեց իմ կարծիքով, ապրես շատ։ Թե մի քիչ դու էլ կպատնես, ինչ է կատարվում քո ընկերների շրջապատում, դպրոցում, ինչ են ասում, ինչ են խոսում, գոհ են, գոհ չեն ուսուցիչները։ Դե կիսաեզրափակիչ փուլում, որից տեսան, առաջի օրը գնացի դպրոց, բոլորը ինձ շնորհավորեցին, նաև իմ դասղեկը ինձ նվիրեց։ Ինչ։ Քաղցրավենի։ Իսկ էս կարելի է։ Այո։ Ալերգիա ունեմ, բայց շատ։ Մեկը սիրում եմ, ուզում եմ ուտել։ Ինձ թվում էր, որ մարմնամարզուհիները շատ զգույշ են քաղցր ուտելու հարցում, բայց դու շատ անկեղծ ես, ես սիրում եմ դա։ Մերսի շատ։ Իսկ դու ինչ ակնկալիքներ ունես այսօրվա մրցույթից, ինչ ես սպասում։ Դե ինձ թվում է բոլորին շատ դուր եկավ իմ ելույթը։ Վստահ ես։ Այո, շատ։ Որ շատ տարբերվեցի, ես բոլոր։ Իսկ ճիշտ ասա, ընկերուհիներդ չեն ասել, Ստել, ես ոնց ես մեյքափը տարել, այսքան քարիկներ ոնց ես կպցրել։ Իհարկե բոլորն էլ ասել են։ Իսկ հատուկ ինչ որ պատրաստվում ես, հա։ Արդեն ես նախորդ մտածում եմ, որպեսզի լավ ելույթ ունենամ, բոլորի զարմացնեմ։ Եկեք բարձր ծափարենք Ստելային, որ այսքան մանրակրկիտ աշխատում է իր կերպարի վրա եւ ամեն ինչ իր մոտ մտածված է, ապրես։ Մենք քեզ հաջողություն ենք մաղթում։ Ստելա Ջանվելյան։ Փինգբերի ամենավառ նորույթն արդեն այստեղ է՝ Ռուբի։ Վանիլային համեղագույն պաղպաղակ պատված Ռուբի վարդագույն գլազուրով, իսկ ներսում լիքը խրթխրթան ու գունավոր գնդիկներ։ Վառ, գունեղ ու անսահման համով Ռուբին սպասում է քեզ, որպեսզի օրդ դարձնի էլ ավելի քաղցր։ Ես էլ անհամբեր սպասում եմ, որպեսզի փորձեմ այս հրաշքը։
Ահա, օրս քաղցրացավ, նոր գույներ ստացավ, դուք էլ անպայման փորձեք։ Ռուբի, նոր հրաշք, նոր գույն եւ նոր վայելք։ Վաճառվում է ամենուր։ Չնայած փոքր տարիքին, այս նախագծումն միանգամից սկսեց բարձր նշաձողից։ Եկեք դիմավորենք մեր համարձակ մասնակցին, Կարեն Չիլինգարյան։ Solo per te la mia canzone vola, mamma, sarai non petco, non starai più sola, quando ti voglio bene, queste parole d'amore, che ti sospira il mio cuore, forense non si usano più, mamma, ma la canzone mai più. Sento la mano che stranga, cercami e ricordo. Sento la voce di Maiga, nani nana da loro. Oggi la testa tan bianca, io voglio stringere il solo per te la mia canzone vola, mamma, sarai non petco, non starai più sola, quando ti voglio bene, queste parole d'amore, che ti sospira il mio cuore, forense non si usano più. Lascio mai più, mamma, mai più. Կարեն Չիլինգարյան, ո՞նց ես Կարեն ջան։ Լավ։ Ամեն անգամ ինչ որ հետաքրքիր կատարումներ ես ընտրում, ճիշտն ասա, ով է ընտրում քո երգերը։ Ես եմ ընտրում, բայց ուսուցչից հետ խորհրդակցելուց հետո։ Ճիշտն ասա, ուսուցիչը ընտրում է երգեր, հետո դուք միասին լսում եք, որովհետև մի քիչ մեծական երգեր են, Կարեն ջան, ես չեմ հավատում քո տարիքի տղան, որ այս երգը իմանա։ Դե խոստովան ես։ Այո, այդպես է։ Կա նման բան, չէ՞։ Այո։ Լավ, իսկ դու ազատ ժամանակա երգի դասերից դուրս ինչ երաժշտություն ես լսում։ Դե երգի ժամանակ դասական եմ երգում, բայց էստրադային եմ երգում, որովհետև երկրորդ, երրորդ փուլերին էստրադա եմ երգել։ Լավ, խոստովանիր, հայկական էստրադայից ով է քո ամենասիրելի կատարողը։ Բայց մի նայր, որ ժյուրիում նստած են հայտնի դեմքեր։ Դե տարբեր կատարողներ կան։ Չգիտեմ, այդպես բոլորին սիրում եմ։ Չեմ հավատում, որ դու կարող ես բոլորին սիրել։ Ինչպես կարող է նման երգեր երգող երեխա բոլորին։ Արամեն Պետրին։ Էլ աղջիկներից Սյուզաննա Մելքոնյանը։ Ձեր ծափարությունները։ Արեն, գիտես չէ, որ այսօր շատ վճռորոշ օր է։ Եվ մենք արդյունքներ ենք սպասում մեր հեռուստադիտողից եւ ժյուրից։ Ինչ ես կարծում, ինչպես կընթանա այս ամենը։
Ինձ թվում է լավ եմ երգել երրորդ փուլին, բայց չգիտեմ կանցնեմ թե ոչ։ Ամեն դեպքում պատրաստ ես, չէ, երկու արդյունքին։ Այո։ Շատ լավ է։ Այդպես մարտական էլ տրամադրվիր, միջև հաղորդման ավարտ։ Կարեն Չիլինգարյան։ Մեր նախագծի հովանավորն է Royal Armenia ընկերությունը։ Իր սուրճերով եւ սրճային ըմպելիքների անընդհատ թարմացվող տեսականիով, շուրջ 30 տարի հայկական շուկայում։ Խիշլովնո։ Ուշադրություն, աշնանային եթերաշրջանի ամենասպասված իրադարձությունը։ Շանթ հեռուստաընկերությունը հայտարարում է համաշխարհային ճանաչում ունեցող նախագծի մեկնարկը X Factor Kids։ Եթե ձեր երեխան 7-ից 14 տարեկան է, օժտված է բացառիկ ձայնային տվյալներով, երազում է մեծ բեմի մասին, ուրեմն սա հենց նրա հնարավորությունն է։ Հարգելի ծնողներ, ժամանակ մի կորցրեք, շտապեք հայտագրել ձեր երեխաներին հենց այսօրվանից։ Մանրամասները Շանթ հեռուստաընկերության պաշտոնական կայքում կամ պարզապես զանգահարեք նշված հեռախոսահամարով X Factor Kids։ Մենք անցնում ենք մեր հաջորդ մասնակցին։ Իդեպ, նրա ելույթը, եթե նույնիսկ դանդաղեցրած կադրերով դիտեք, միևնույն է, ոչինչ չեք նկատի եւ չեք կռահի։ Իդեպ, սիրելի հեռուստադիտողներ, եթե դուք էլ ուզում եք մասնակիցը դառնալ այսօրվա աճպարարությանը, ուրեմն կարող եք 4 խաղաքարտ գտնել եւ պատրաստել դրանք, որովհետեւ հիմա շատ հետաքրքիր հնարքներ են լինելու։ Գնացինք, Վիկտոր Աղաբաբյան։ Բարև ձեզ։ Ծափահարությունները։ Շնորհակալություն։ Դե ինչպես է ձեր տրամադրությունը։ Լավ։ Ինչու եք հեռու նստած իրարից։ Մի քիչ մոտիկ եկեք, այո։ Կարելի է ձեր հեռախոսը օգտագործել։ Դա շատ ազնական է։ Կարելի է, տվեք, կամերայ պետք, ուղղակի նկարելու եմ ձեզ։ Так, пароли ոնց էր։ Ոնց։ Լավ, չէ։ Չեմ ողոթում։ Ու Face ID-ն էլ է ճանաչում, չէ։ Պատրաստ եղեք, խնդրում եմ։ Լույսերի ինչ որ բան է, մի հատ, հա, եկեք ձեր հեռախոսով փորձեմ։ Մեսսի։ Լույսերը դուրս չի գալիս, այո, ինչ որ բան չի ստացվում։ Բարև ձեզ բոլորին, մենք այսօր նկարահանում ենք Got Talent Հայաստանը։ Տաղավարում կան ժյուրիները, բացի ինձանից, Անդրե, բարև ձեզ, Վիկտորիա եւ Սյուզաննա։ Տիգրանն էլ ասեմ, չէ։ Տիգրանն էլ այստեղ։ Նայեք վիզիտկայից, տեսեք ինչ ա գրած։ Անուն Վիկտոր Աղաբաբյան, այո, անպայման կբաժանորդագրվեք եւ վերջ։ Այսինքն անենք, փակենք։ Մի հատ էլ նկար անեմ, եկեք մի հատ էլ ֆոտո անեմ։ Իրար նայեք։ Օպ։ Վերջ։ Համարյա թեմ։ Okay։ Վերջ, շարունակում ենք այսինքն, ձեր հեռախոսը ստեղ պետք է մնա։ Խաղաթղթերով կփորձենք մի հատ կարտ ընտրել։ Նայեք, տարբեր խաղաթղթեր են։ Իրար հետ միասին կարակ ասեք stop։ Փորձեք։ Stop։ Հանգարեց, չէ։ Թողնում ենք թե շարունակում ենք։ Չէ, շարունակում ենք, давайте։ Ստեղ համոզված ենք։ Այս մեկը չէ, տեսանք, էսի այս է։ Նայեք, տեսնում եք։ Ես էլ տեսնում, լավ։ Այսպես եմ անում։ Եվ կարտը թռնում է դրամապանակի մեջ։ Բացում ենք այստեղ։ Դե լավ էլի։ Էսա պատահաբար ստացվեց, լավ, էսա մի հատ էլ անեմ։ Եկեք մի հատ էլ ես ասեմ stop։ Եկեք։ Ես չեմ ասել stop։ Ես չեմ ասել։ Ինքը չհասցրեց։ Ես չհասցրեցի, ես մի հատ Փակում եմ, նորից փորձենք։ Ասեք stop։ Stop։ Ստեղ հիշեք, բոլորդ հիշեք։ Ես էլ նայեմ։ Թռնում է եւ Էս ինչ աբրակադաբրա է։ Չստացեց, լավ, մի րոպե։ Մի հատ նորից թռավ։ Չգիտեմ, խի չի ստացվում, բայց գիտեք ինչ, երևի ինստրուկցիան լավ չկարդացի։ Ես մի րոպե, հեռախոսից մեջ է ինստրուկցիան։ Հա, հիշեցի, պետքա բան մտնեի, Wi-Fi-ին կպնեի, Wi-Fi-ով աշխատում, նայեք, Wi-Fi-ի ցանցերն է մտել, ուշադիր նայեք, Wi-Fi-ի ցանցերը պետքա։ Մի րոպե, հեսա կլնի։
Այս քյափի երկուսներն է, տեսնում եք։ Օ, երեխեք։ Իհարկե, դուք կարող եք մտածեք, որ սա ինչ որ ծրագիր է, չէ՞։ Բոլոր դեպքերում ծրագիր։ Կարող է, հա, շատ հնարավոր, դրա համար բոլորդ հեռախոսները վերցրեք, բացեք, մտեք ձեր նաստրոյկաները, դուք էլ բացեք, բոլորդ բացեք, Wi-Fi ցանցերը բացեք ու նայեք ինչ Wi-Fi ցանցեր ունեք։ Կա։ Այդքան դա։ Կա։ Չէ, էս մենգա աբրակ Վիկտոր, էս դաբլ աբրակադաբրա է։ Հիմա ժամանակն է, որ իմ համարի մեջ բոլորը մասնակցեն, այսինքն կարան մասնակցեն ոչ միայն հանդիսատեսը, բայց նաև հեռուստադիտողը։ Եթե ունեք 4 խաղաթուղթ ձեր ձեռքում, ձեր տանը, վերցրեք եւ ձեզ մոտ կա ծրարներ, կարող եք հիմա բոլորդ բացել։ Ես ինձ հանեմ, այո, բացեք, դուք էլ բացեք։ Նայեք, շատ սիրուն նկարներ ա մեջը, շատ գեղեցիկ տղամարդու նկարներ ա։ Շատ ուշադիր նայեք։ Ձեր ինքնավստահությունից եմ։ Ներքևը կարևոր ինֆորմացիա կա, անպայման կբաժանորդագրվեք, լայքեր, կոմենտներ։ Նայեցիք։ Հա։ Լավն են, չէ։ Վատը չէ։ Այսինքն խառնում եք, բոլորը այսպես խառնում եք, խառնեք։ Չխառնվեք, բայց խառնեք, հա։ Խառնեցինք։ Հիմա շրջում եք նկարով դեպի ինձ, բոլորդ։ Շատ կարևոր է ուշադիր լսեք ինչ եմ ասում։ Բռնում եք վերևից, ներքևից, այսպես շրջում եք, այն կողմ։ Եվ անում եք կախարդական շարժում։ Ճղում եք 2 կեսի։ Ճղեք։ Այո։ Մեկ կեսը դնում եք մյուս կեսի վրա, տարբերություն չկա, հա։ Սենց ներքև պահեք ավելի հարմար կլինի։ Հիմա վերևից բոլորդ վերցնում եք մեկ հատիկ, դնում եք ամենատակը։ Ահա, դրեցիք, այո, մի հատ էլ եք վերցնում ու դնում եք այնտեղ, որտեղ նստած եք, այսինքն նստեք։ Ես դնում։ Ջեբում։ Կարելի է, այո։ Կամ աթոռի վրա ուղղակի։ Ահա։ Վերցնում եք եւս 1, 2, 3 հատիկ եւ փորձում եք տեղադրել արանքը։ Եվս 1 հատ վերևից կվերցնեք, եւս 1 հատ վերցնում եք եւ դնում եք տակը։ Սա հեշտ շարժում է։ Ասեք, խնդրում եմ 2 թե 3։ 2։ Բոլորդ հաշվում եք 1, 2։ Այդ 2 հատը փոխանակում եք ցանկացած մարդու հետ։ Փոխանակեցիք։ Թող տա։ Այդ 2-ը, որը եկավ ձեզ մոտ, դնում եք էլի արանքը, այո։ Որ խառնվի։ Տիգրան ջան, ասեք 3 թե 2։ Էլի 2։ Okay, հաշվում եք 1, 2 վերևից ու փոխանակում եք ուրիշ մարդու հետ։ Ում հետ չեք փոխանակեն։ Այո։ Էլի արանքը, այո, էլի արանքն եք դնում 2 թե 3։ 3։ Վերջնականն է, նայեք ուշադիր, վերցնում եք 1, 2, 3 հատ ու կախարդական շարժում պետք է անենք, այսպես նայեք ուշադիր։ Մենք էլ։ Դուք էլ։ Այո, այտենց։ Այդ սաղ գցեցիք, չէ։ Տենց էլ սպասում էի ես։ Տենց էլ սպասում էի, հա։ Ոչինչ, երևի չի համատում դրա համար տենց, հա։ Եվս 3 հատ վերցնում եք, 3 հատ, 1 հատ պետք է մնա, այս 3-ը էլ էսենց գցում եք բոլոր։ Սա ֆոկուս չի, ուղղակի էսենց զվարճանում ենք, հա։ Մնաց մի հատ, ինչ ա գրած, Վիկտոր Աղաբաբյան, թե չէ։ Իմը գլուխն է։ Գլուխ է, չէ։ Մի կես էլ ունեք դրած աթոռին, հիշում եք։ Հələ հանեք, տեսեք։ Կլինի ինչ որ բան այսպես։ Չեմ հավատում։ Եղավ։ Չէ, չեմ հավատում։ Վերցրեք, սա ձեզ եմ տալիս, վերցրեք։ Այո, այո։ Դա։ Այ քեզ կա։
Մերսի, սա վերջը չի, սպասի։ Մերսի։ Շնորհակալություն։ Ես նվեր ունեմ, ով է ուզում նվեր ձեզանից։ Գրանց չեք ուզում։ Բոլորն են ուզում։ Լավ։ Իմ հեռախոսը փչացել է, այս վերջերս չի աշխատում։ Նայեք ուշադիր։ Այսպես ծրագրերը ինչ որ սխալ բաներ են ցույց տալիս։ Բայց եթե հանեմ, սա նվեր է ձեզ, վերցրեք, վիզիտկա սա, անպայման կզանգահարեք, եթե պետք կլինի։ Քանի որ վիզիտկան մի հատ է, բոլորից հետ խնդրում եմ հեռախոսները նորից վերցնել, բացել Wi-Fi ցանցերը։ Բացեք, նայեք։ Բացեք Wi-Fi-ը նայեք։ Wi-Fi-ը։ Այո, Wi-Fi-ը նայեք։ Ինչ է գրած։ Ինձ հետաքրքիր է։ Գրած է։ Վիկտոր Աղաբաբյան։ Ուրեմն սկրինշոտ եք անում ու բոլորը ոնց են ասում, подписывайтесь, follow ենք անում, այո, ճիշտ է։ Կլինի դա, թե չէ։ Եղավ։ Սա աշխարհություն է։ Բայց դրանից են վիդեոն ձեզ մոտ չէ նկարած։ Այո։ Վիդեոն կարող եք նայել հետո։ Այո։ Ինչ վիդեո, մի րոպե, ո՞ր։ Հիմա նայեք, այո։ Որտեղ նայեք։ Դուք էլ նայեք, կարող է ստացվի, բայց այդքան էլ լավ չի ստացվի, ոնց որ ուզում էի։ Վերջի վիդեոն նայեք։ Ես էլ եմ ուզում նայեմ։ Վիկտորիա եւ Երևում է մի քիչ։ Ինչա։ Տիգրանն էլ ասեմ, չէ՞։ Տիգրանն էլ այստեղ։ Նայեք, վիզիտկա է, տեսեք ինչա գրած։ Հատ պաուզա տակ։ Որա պաուզա։ Այնտեղ լավ պետք է երևար, բայց լավ չէր ոնց։ Այդ վիդեոն ձեզ նվեր։ Բոլորին շնորհակալություն, այսքանը։ Վիկտոր Աղաբաբյան։ Վիկտոր ջան, այսինչ արեցիք ամբողջ դալիճը խառնեցիք իրար։ Ինչ կատարվեց։ Աշխարհություն կատարվեց։ Շատ եք պատրաստվել այս համարի համար։ Օրինակ, ինչքան ժամանակ է ձեզնից պահանջվում այսպիսի համար պատրաստելու համար։ Տարիներ երևի։ Իրոք, մեկ հնարքի համար տարիներ։ Մեկ հնարքի համար տարիներ, բացի դրանից բոլոր ելույթներից հետո շատ էներգիա եմ ծախսում ու էդ էլ ատանում ինձանից տանում, այո։ Իսկ ինչպես եք լիցքավորվում։ Լիցքավորվում եմ, երբ որ ծափարում են եւ այո, այդպես։ Ուրեմն եկեք չխնայենք այս ծափերը եւ հաջողություն մաղթենք Վիկտորին, տեսնենք թե ինչ կլինի հաղորդման ավարտին։ Ձեզ հաջողություն, Վիկտոր Աղաբաբյան։ Սկսեք ձեր օրը թեթև ու թարմ սննդով։ Միլկինն առաջարկում է մշտապես թարմ կատնամթերք, որը պատրաստված է բացառապես բնական կաթից։ Համեղի եւ օգտակարի համադրություն՝ կաթ, մածուն, թթվասեր, հատիկավոր կատնաշոր, իսկ յոգուրտները կզարմացնեն ձեզ իրենց նուրբ համով, քանի որ հարուստ են մրգերի ու հատապտուղների ախորժելի միքսերով։ Սպիտակուցների լավագույն աղբյուրը ձեր սեղանին։ Կատարյալ կատնամթերք ձեր եւ ձեր փոքրիկի համար։ Միլկին, առողջ ընտրություն, առողջ օրվա համար։ Մեր հաջորդ մասնակիցը Քայլող նվագախումբ է։ Նրա նուրբ ձեռքերի տակ նոր հնչողություն են ստանում հայկական նվագարանները եւ անգամ շվեյցարական հենգը։ Եկեք բարձր ծափարություններով դիմավորենք Անուշ Իվանյանին։
Անուշ ջան, ամեն անգամ զարմացնում եք ձեր հագուստի եւ դհոլի համադրությամբ։ Ոնց է ստացվում, քանի հատ դհոլ ունեք։ Իրականում շատ ունեմ։ Ու ամեն անգամ Այուսակների նման փոխում եք։ կարելի ասել այո։ Քանի հատ ունեք, լավ, էս հետաքրքրում է, իրոք։ Մի 20-30 հաստատ, բայց ամեն հələ դեռ նորերը լինում են։ Նոր ձևերել են լինում ընթացքում։ Այսինքն ոչ միայն տեսքով են տարբերվում, այլ նաև հնչողությամբ։ Այո։ Օ, սա արդեն հետաքրքիր է։ Լավ, եթե անցնեք հաջորդ փուլ, ամեն ինչ ստացվի, արդեն մտածել եք ինչ կարող եք անել, էլ ինչով պետք է զարմացնել։ Կարելի ասել այո, մտածել եմ, մտքիս երաժշտություն, բեմականացում կա, բայց աստված առաջ եթե անցնեմ, կփորձեմ էլ ավելի զարմացնել, որովհետև հիասքանչ ելույթ է սպասում հաջորդիվ։ Կարծում եմ հրաշալի ուղակի նախագիծ է մեզ մոտ, որ կարողանում ենք այսպիսի տաղանդաշատ մարդկանց բացահայտել։ Շնորհավորենք Անուշին եւ մաղթենք հաջողություն։ Կհանդիպենք քիչ հետո հաղորդման ավարտին։ Մեր հաջորդ մասնակիցը մարդու չհանձնվող տեսակ է։ Այս տաղանդավոր երիտասարդը կերտում է իր ուղին դեռ հայ սուպերստար 6-ից մինչև Got Talent Հայաստան։ Դիմավորենք Աղասի Չախալյան։ Ցավիցարվել է մեկ վարքյան մարել է ինքս ինձ խաբել է ու քեզ նոր ապրել քեզ ես հորինել է ինքս ինձ կորցրել է իշտը իմ թաքցրել է ու քեզ նոր ապրել սրտիս մեկ հարվածը մտքիս հորինածը կյանքիս ողջ իմաստը դու ես միշտ եղել քեզնով մութը լույս է քեզնով կյանքը հույս է գիտեմ որ իրական չես իմը չես գիտեմ Լինես հերվում դու ու լքված քայլես դու քո ծարավ շուրթերին ես արում դառնամ թե մտնել լույսերը ու օգնեն կոպերը քո լրով քայլերքին ես բարոց դառնամ սրտիս մեկ հարվածը մտքիս օրինածը կյանքիս ողջ իմաստը դու ես միշտ եղել քեզնով մութը լույս է քեզնով կյանքը հույս է գիտեմ որ իրական չես դու իմը չես գիտեմ Մատքիս հորինածը կյանքիս ողջ իմաստը դու ես միշտ եղել քեզնով մութը լույս է քեզնով կյանքը հույս է գիտեմ որ իրական չես դու իմը չես գիտեմ
Աղասի Չախալյան։ Աղասի վերջապես հայերեն լսեցին։ Դե պատմին, ինչով էր պայմանավորված, հաշվի էր առել ժյուրիի կարծիքները։ Այո, հաշվի է առել Անդրեի կարծիքը։ Բայց ասեք, որ շատ լավ ստացվեց։ Եկեք ծափարենք աղասին, որովհետև ինչքան էլ միևնույն է հայտնի եւ ճանաչված երգեր լինեն օտար լեզվով, բայց միևնույն է հայերենը մնում է իր տեղում եւ քո ձայնով հատկապես շատ գեղեցիկ էր հնչում։ Ինչ սպասումներ ունես այսօրվանից, նայել ես ելույթներդ, ինչ կարծիք ես կազմել։ Դե Ինչ-որ անտրամադիր ես։ Չէ, շատ ուրախ եմ, այսօր ես շատ ուրախ եմ, տրամադրված եմ շատ լավ, կախված արդյունքներից։ Անհանգիստ ես արդեն։ Անհանգիստ եմ, իհարկե անհանգիստ եմ, ուրախ եմ, երջանիկ եմ։ Ինչից ես երջանիկ։ Ուղղակի ուրախ եմ, այսօր իմ տրամադրությունը բարձր է, ուզում եմ բոլորն ուրախ լինեն։ Հրաշալի է, կարծում եմ հենց բարձր տրամադրությունն է հաջողության գրավականը, որովհետև մենք ամեն փորձություն պետք է հաղթահարենք եւ դիմավորենք բարձր տրամադրությամբ ժպիտով, որպեսզի կարողանանք գնալ առաջ։ Եկեք ծափարենք աղասին եւ հաջողություն մաղթենք նրան, կհանդիպենք ավարտին։ Երևան Մոբայլը ժամանակակից տեխնիկայի խանութների վստահելի ցանց է Հայաստանում։ Առաջարկում են նորագույն սմարթֆոններ, գադջետներ, աքսեսուարներ եւ նույնիսկ այս պլանշետները, որոնցով մենք մեր հաղորդումները վարում ենք։ Ապահովում է բարձրակարգ սպասարկում, պաշտոնական երաշխիք եւ ապառիկի շահավետ պայմաններ։ Մասնաճյուղերը հասանելի են Երևանում, Գյումրիում եւ Վանաձորում։ Գործում է նաեւ առաքում դեպի Հայաստանի ցանկացած կետ։ Երևան Մոբայլ, ձեր թվային աշխարհի ուղեկիցը։ Ուշադրություն, եթե դու օժտված ես որևէ տաղանդով, եթե ուզում ես ցուցադրել այն ողջ աշխարհին, ուրեմն ընտրիր հայտնի դառնալու ամենակարճ ճանապարհը։ Հենց այս պահից սկսած ներկայացրու քո հայտը, որպեսզի մասնակցես Got Talent Հայաստան նախագծի հաջորդ եթերաշրջանին։ Տաղավարի այս բեմը սպասում է հենց քեզ։ Այսօրվա մեր վերջին մասնակիցը երբեք չի մոռանում իր արմատները եւ ծննդավայրը, որովհետեւ իր դյուցազնական ուժը ստացել է Սյունյաց աշխարհի բռնակոտ գյուղից։ Գյուղ, որտեղ ծնվել է նաեւ հայ պատմաբան, բանասեր եւ բյուզանդագետ Նիկողայոս Ադոնցը։ Դիմավորեք Արմեն Ադոնց։
Արմենադոնց։ Արմեն ջան, հետքը մնացել է ճակատին, դա երբ կանցնի։ Մի քանի րոպեից։ Նորմալ է ամեն ինչ։ Այո, շատ։ Լավ եք զգում։ Շատ լավ։ Բայց գիտեք, նախորդ ելույթից հետո ինձ թվում էր դուք այս անիվները պետք է ձեռքով պատռեք, ինչ որ ինքնաթիռներ գան ձեզ քաշեն, ձեր վրայով անցնեն։ Թե գիտեիք այսօր մրցութային չէ, այդպես թեթև էիք պատրաստ։ Քանի որ նոր համար էինք, ցանկացա ցուցադրեմ, բայց նմանատիպ ձեր ասած բաները պլանավորում եմ։ Որ մեկը։ Ինքնաթիռը։ Ինքնաթիռն եմ ցանկանում, բայց դեռ հնարավորություն չունեմ փորձելու։ Ուղղաթիռը ավելի ռեալ է, ինձ թվում է, հայաստանյան պայմաններ։ Այո։ Եկեք ծափարենք Արմեն Ադոնցին, մաղթենք նրան հաջողություն եւ կհանդիպենք քիչ անց, ընդամենը րոպեներ անց, որովհետեւ պետք է ամփոփենք արդյունքները։ Սպասում ենք ձեզ այստեղ։ Մեր գործընկերն է աշխարհահռչակ Dama Twin բրենդը, որը նախագծի ժյուրիին, ինչպես նաև ինձ տրամադրել է տղամարդու հարմարավետ կոստյումներ։ Կրեք Dama Twin, եղեք տարբերվող, նորաոճ եւ ինքնավստահ։ Հասե Երևան Մոլ եւ Dalma Garden Mall։ Մեր մասնակիցները հանդես եկան ոչ մրցութային ելույթներով։ Նրանցից 4-ի համար այդ ելույթները կդառնան վերջինը Got Talent-ի շրջանակներում։ Իսկ մյուս 4-ը կշարունակեն պայքարը եզրափակչում։ Մինչև կամփոփենք հեռուստադիտողի քվեարկության եւ ժյուրի ընտրության արդյունքները, բեմ հրավիրենք մի արտիստի, մի երգչի, ով շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում պայքարել հաղթանակի համար։ Դիմավորեք Մինաս! This is a man's world, yeah. This is a man's world, yeah. But I would be nothing, nothing, oh, without a woman or a girl. You see, to take us over the road, made a train to carry heavy load, made electric lights to take us over the road, made like water, like no maniac. This is a man's world, but I would be nothing, nothing without a woman or a girl. Man makes a bomb, a little baby boy and baby girl. Take us over the road. This is a man's world, but it would be nothing, nothing. Man makes a boy, a little baby boy and baby girl. Take us over the road. This is a man's world, but it would be nothing, nothing. Got Talent Հայաստանն է Շանթի եթերում։ Եկել է հեռուստադիտողի քվեարկության արդյունքները եւ ժյուրի որոշումը ամփոփելու ժամանակը։ Սակայն միջև այդ առաջարկում եմ վերհիշենք առաջին կիսաեզրափակչի առաջին ութնյակի մրցութային կատարումները։
ամբողջ կարտերը անհետացնեմ ու թողնեմ միայն ձեր ստորագրած տզերը։ Ես մի րոպե ծուխա գալիս, ծուխ։ Բացեք ու նայեք։ Աբրակադաբրա։ Անհետացան։ Talent Հայաստանն է Շանթի եթերում։ Բուրըն ծափարությունները ողջունենք մեր տաղանդաշատ մասնակիցներին։ Եվգենի Բունկով, Նարա Բաբայան, Ստելա Ջամվելյան, Կարեն Չիլինգարյան, Վիկտոր Աղաբաբյան, Անուշ Իվանյան, Աղասի Չախալյան և Արմեն Ադոնց։ Եվս մի քանի րոպե և 8 մասնակցից 4-ը կդառնան ֆինալիստներ։ Դուք պատրաստ եք լսել հեռուստադիտողի քվեարկության արդյունքները և ժյուրիի որոշումը։ Մինչև ամենակարևոր որոշումները հայտարարելը, եկեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնենք մեր առաջատար գործընկերոջը SVH Travel ընկերությանը, որը տրամադրելու է գլխավոր մրցանակը։ Նախագծի հաղթողին սպասվում է անմոռանալի կրուիզ ԱՄՆ-ի Royal Caribbean ամենաշքեղ զբոսանավերից մեկով, հրաշալի ժամանցով և համերգային ծրագրով։ SVH Travel, երբ ճամփորդությունը միավորում է ընտանիքը և ընկերներին։ Մեր մասնակիցների ոճային վարսահարդարումը և դիմահարդարումը բարձր մակարդակով ապահովելու համար շնորհակալություն ենք հայտնում ոճաբան, կոլորիստ վարսահարդար Լուսինե Գասպարյանին և նրա թիմին։ Եթե ուզում եք եթերից ավելի շուտ դիտել Got Talent Հայաստան հաղորդումը և ընդհանրապես ձեր սիրելի ծրագրերը, ֆիլմերը, ուրեմն շտապեք ներբեռնել Շանթ Digital TV հավելվածը և բաժանորդագրվել։ Շանթ Digital TV հեռուստատեսությունը ձեր գրպանում օրվա ցանկացած ժամին և վայրում։ Աշխարհի տարբեր անկյուններում ապրող հազարավոր երկրպագուներ անհամբեր հետևում են մեզ։ Հենց հիմա որոշվում է տաղանդավոր 8 մասնակիցների ճակատագիրն այս նախագծում։ Դե ինչ, եկեք ամփոփենք հեռուստադիտողի քվեարկության և ժյուրիի ընտրության արդյունքները։ Եվ այսպես, սկսենք վերհիշել, մտովի վերհիշել մեր այս մասնակիցների ելույթները, մեկնաբանությունները, որոնք հնչեցին ժյուրիի կողմից, ինչ նրանք հաշվի առան, ինչ հաշվի չառան, ինչը նրանց օգնեց, ինչը խանգարեց։ Եվգենի, ժյուրին դուր եկավ ամեն ինչ, ձեր կերպարը, բեմադրությունը և իհարկե ձեր պլաստիկան, ճկունությունը։ Ժյուրին ձեր ելույթը համարեց հիասքանչ։ Արդյոք հիասքանչ համարեց նաև հեռուստադիտողը։ Նառա, քո ելույթից ապշած ժյուրին քեզ համարեց աստվածատուր տաղանդով օժտված հայուհի։ Փոքրիկ հրաշք, լույս, նրանք հպարտացան, որ մենք մեր հայրենիքում ունենք քեզպես տաղանդավոր աղջիկ։ Հետաքրքիր է ինչպես է քվեարկել հեռուստադիտող և արդյոք կիսել է այդ կարծիքը։ Ստելա, քո պարով դու վախեցրեցիր Սյուզաննային, հիացրեցիր Տիգրանին, շոկի ենթարկեցիր Վիկտորիային, իսկ Անրեի կարծիքով 2 րոպեում թոշակի ուղարկեցիր շատ ակրոբատների, միմերի, պարողների և այլոց։ Քեզ անվանեցին բեմի փոքրիկ արտիստ։
Հետաքրքիր է հեռուստադիտողն ընտրել է արդյոք փոքրիկ արտիստին։ Կարեն ժյուրին շունչը պահած լսեց քո ելույթը։ Շատ բարդ երգ էիր ընտրել։ Քեզ համարեցին ֆենոմենալ վոկալիստ, բարձր պոտենցիալով եւ մեծ ապագայով։ Միայն թե խորհուրդ տվեցին խնայել ձայնալարերդ։ Իսկ Լուչանո Պավարոտի երգի կատարման համար քեզ բրավո ասացին։ Տեսնենք, այս ամենը քեզ օգնել է, թե հակառակը։ Վիկտոր, քո ելույթից հետո Սյուզաննան մատով կպավ քեզ, որպեսզի համոզվի դու իրական ես, թե ոչ։ Նույնիսկ աճպարարներին չսիրող Տիգրանը վախեցավ, որ իրեն կքրքրեն եւ քեզ ասած ապրես։ Ինչպես ասում են, ծուխ փչեցիր ժյուրիի աչքերին։ Եվ նրանց դուր եկավ նույնիսկ իրենց խաբված լինելը։ Մի խոսքով բրավո, բայց մի բան է բրավո ասելը, մի ուրիշ բան է քվեարկելը։ Շուտով կիմանանք հեռուստադիտողի եւ ժյուրիի կարծիքը։ Անուշ, տաղանդավոր սպորտսմենուհի, կոմսոմոլուհի, գեղեցկուհի, քո ելույթի ժամանակ ժյուրին պարում էր։ Անգամ նստակյաց Տիգրանին ոտքի հանեցիր։ Իսկ Զիրոյանը հիշեց, որ ինքն էլ է դհոլահար։ Քո կանացի հզոր էներգետիկայով դու պարզապես հիացրել ես ժյուրին, դա ակնհայտ է։ Հիացավ արդյոք հեռուստադիտողը։ Իհարկե այո, բայց արդյոք քվեարկեց։ Այս այլ բան է։ Աղասի, բեմում ինչպես ձուկը ջրում, այսպես քեզ բնորոշեց Վիկտորիան։ Ժյուրին ողջունեց քո աճը նախագծում, իսկ տեմբրդ համարեց շատ ինքնատիպ եւ սիրուն։ Անդրեն խորհուրդ տվեց երգել քո բնական ձայնով եւ հայերեն։ Իսկ ինչ ասաց հեռուստադիտողը իր ձայնով։ Կիմանանք վարքյաններ անց։ Արմեն, դուք պարզապես ապշեցրիք ժյուրին, ջեռակ պայթացնելով և կես տոննանոց երկաթյան նշույքները բազուկներով պահելով։ Իսկապես ցուցազնական ուժ ցուցաբերեցիք։ Իսկ Սյուզաննան խոստովանեց, որ դուք միակ մասնակիցն էիք, ով հուզեց իրեն շոկային ելույթով և հատկապես մարդ տեսակով։ Արդյոք շոկի եք ենթարկել նաև հեռուստադիտողին։ Ինչ եք կարծում։ Ով է հավաքել հեռուստադիտողների առավելագույն ձայները։ Եվ ում է քվեարկել ժյուրին։ Ինչ եք կարծում, հեռուստադիտողը ինչ կերպ է առաջնորդվել ժյուրիի կարծիքներով, մասնակցի հմայքով, ուժով, թե պարզապես սիրտը ում կպել է և նրան էլ քվեարկել է։ Այս ամենը մենք չենք կարող հաշվարկել, բայց մի բան պարզ է։ Մենք ունենք հստակ քվեարկություն, հստակ քանակ և հստակ առաջատար։ Դուք պատրաստ եք լսել հեռուստադիտողների քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած մասնակիցների անունները։ Հեռուստադիտողը ակտիվորեն քվեարկել է մի մարդու օգտին, ով շատ է հմայել իրեն։ Նառա, դու նախագծում ես։
հերոստատիտողների քվեարկության նարանացնում է եզրափակիչ։ Ով է միանալու նարային։ Ում է հաջողվել կրկին գրավել այդքան կմահաչ հերոստատիտողին։ Մի հերոստատիտող, որ ամեն օր ամեն վարքյան տեսնում է ամեն ինչ, գրեթե չի զարմանում, գրեթե չի հիանում, շատ դժվար է այսօրվա հերոստատիտողին ինչ-որ բանով զարմացնել, բայց պատկերացրեք, որ մեր կողքին ապրում է մեկը, ում հաջողվեց դա անել։ Արմենադոնց! Դուք եզրափակչում եք։ Նրբագեղություն և ուժ արդեն ունենք եզրափակչում։ Ով կմյանա այս դուետին։ Ինչ է պակասում մեր եզրափակչում։ Տեսնես ինչպես է քվեարկել ժյուրին և ինչ սկզբունքով է առաջնորդվել, հավանությունը տալով այդ երկու մասնակիցներին։ Մենք ունենք երկու մասնակից եզրափակչում, որոնց ընտրել է հեռուստադիտողը, և հիմա հնչեցնելու ենք երկու մասնակցի անուն, որոնց ընտրել է ժյուրին և տալիս է հնարավորություն մրցելու եզրափակչում։ Ընտրությունը շատ բարդ էր, որովհետև դուք ինքներդ էլ տեսնում եք, թե որքան տաղանդավոր են մեր մասնակիցները։ Բայց մրցույթը մնում է մրցույթ, օրենքները մնում են օրենք։ Մենք էլ հավատարիմ մնալով միջազգային նախագծի կանոնակարգին, ժյուրի օգնությամբ երկու մասնակից կստանան ուղեկիր դեպի եզրափակիչ։ Ով է լինելու այն մասնակիցը, ով կմյանա երկու հաջողակներին։ Միգուցե Կարենը, միգուցե Վիկտորը, միգուցե Աղասին, կամ գուցե Ստելան, միգուցե Բունկովը, բայց հերթը Անուշինն է։ Անուշ Իվանյան, դուք եզրափակչում եք։ Ճուտո կոմպոզիտոր, Մարտ Լևակարան, Անուշը եզրափակչում է, ժյուրի շնորհիվ։ Եվ այսպես, կրքերը էլ ավելի են թեժանում, մնաց ընդամենը մեկ անուն։ Ինչն է գրավել ժյուրին և ինչ է կարծում, ինչն է ժյուրի համար եղել ամենակարևորը։ Գուցե ձայնը, գուցե պլաստիկան, գուցե ուժը, գուցե միտքը։ Եզրափակչի չորրորդ մասնակիցը։ Ժյուրի ընտրած չորրորդ մասնակիցը, ով անմիջապես մրցելու է եզրափակչում։ Ստելա Դադուես! Ստելա Ջանվելյան!
Մեր շատ սիրելի մասնակիցներ, դուք արդեն հասել եք այնպիսի փուլ, որը նույնպես շատ մեծ հաղթանակ է, դուք կիսաեզրափակչում եք և շատ լավ պայքարեցիք, եկեք բարձր ծափահարենք Աղասի Չախալյան, Կարեն Չիլինգարյան, Եվգենի Բունկով և Վիկտոր Աղաբաբյան Հրաշալի ճանապարհ անցաք դուք, բայց ցավոք սրտի այստեղ ընդհատվում է ձեր ճանապարհը Got Talent Հայաստանում, բայց բացվում են նոր դռներ դեպի մեծ բեմեր, քանի որ Got Talent Հայաստանը տալիս է ձեզ այդ հնարավորությունը, Շանթ հեռուստաընկերությունը տալիս է ձեզ այդ բացառիկ հնարավորությունը։ Հաջողություն ենք մաղթում, եկեք բարձր ծափահարենք։ Մեր մասնակիցների եթերային վարսահարդարումն ու դիմահարդարումը բարձր մակարդակով ապահովելու համար շնորհակալություն ենք հայտնում ոճաբան, կոլորիստ և վարսահարդար Լուսինե Գասպարյանին և նրա պրոֆեսիոնալ թիմին։ Ահա մեր հաջողակ 4 մասնակիցները, որոնք ստացան ուղեգիր դեպի եզրափակիչ։ Եվս մեկ անգամ ծափարենք ու հնչեցնենք նրանց անունները։ Նարա Բաբայան, Արմեն Ադոնց, Անուշ Իվանյան և Ստելա Ջանվելյան։ Այս հրաշալի քառյակը անմիջապես մրցելու է եզրափակչում արդեն մեր երկրորդ կիսաեզրափակչի հաղթող 4 մասնակիցների հետ, որոնց անունները մենք կիմանանք արդեն հաջորդ շաբաթ։ Սիրելի հեռուստադիտողներ, մնացեք Շանթ հեռուստաընկերության հետ, հետևեք մեր բոլոր թողարկումներին, որպեսզի բաց չթողնեք այն կարևոր անունները, որոնք մրցելու են եզրափակչում։ Մեզ դեռ սպասվում են շատ զարմանահրաշ ու տաղանդաշատ ելույթներ։ Got Talent Հայաստանն է Շանթի եթերում։ Pink Berry, վայելիր այս պահը։